ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության ու բարգավաճման համար։ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ից 6-ը պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում։ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցություններից հետո կողմերը շատ մոտ են Պուտինի եւ Զելենսկու հանդիպմանը։ Զինված միջադեպ Գորիսում սպանվել է Արուշ Արուշանյանի վարորդը։ Իրանում իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ, ինտերնետը շարունակում է արգելափակված մնալ, սպանվածների թիվը կարող է գերազանցել 30,000-ը։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանույշ Պապյանն եմ։ Այսօր հունվարի 26-ն է, երկուշաբթի։ Ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի ամենակարևոր իրադարձությունները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան եւ Ադրբեջան առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության ու բարգավաճման համար։ Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անցյալ օգոստոսի 8-ին ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։ Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար։ Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններն ու նավակները եւ ավելին, գրել է ԱՄՆ նախագահը։ Մենք դեռևս դեկտեմբերին տեղեկացրել էինք, որ փետրվարին սպասվում է Միացյալ Նահանգների փոխնախագահի այցը Հայաստան։ ԱՄՆ նախագահ Թրամփը հրապարակային նշել է, որ Վենսը գալիս է տարածաշրջան շարունակելու խաղաղության ջանքերն ու առաջ մղելու թրիփը, իսկ Հայաստանի հետ օրակարգում տեսնում է խաղաղ նպատակներով միջուկային համագործակցություն ու տնտեսական ուղղություններ մինչև կիսահաղորդիչների ոլորտը։ Ջեյդի Վենսի այցը Երևան պարզապես արարողակարգ չէ, սա հնարավորություն է, որ Հայաստանի ազգային օրակարգը մտնի Վաշինգտոնի որոշումների օրակարգ, գործընկերային առաջարկ հստակ նպատակներով ու չափելի արդյունքներով։ ԱՄՆ նախագահ Թրամփը հրապարակային նշել է, որ Վենսը տարածաշրջան է գալիս շարունակելու խաղաղության ջանքերը եւ առաջ մղելու թրիփը, իսկ Հայաստանի հետ հարաբերությունների օրակարգում ընդգծում է խաղաղ նպատակներով միջուկային համագործակցություն ու տնտեսական ուղղություններ ընդཐུպ միջև ամերիկյան կիսահաղորդիչների արտադրողների հետ գործակցություն։ Բայց այցից առաջ մենք պարտավոր ենք մեկ բան անել, հստակեցնել մեր պահանջներն ու դրանք ներկայացնել մեկ միասնական ազգային փաթեթով։ Այո, էներգետիկա, տեխնոլոգիա, ներդրումներ, հաղորդակցություններ, բայց նույնքան կարևոր է անվտանգությունը, զինված ուժերի արդիականացում, ժամանակակից հոբ եւ հակադրոնային համակարգեր, կապի ու կառավարման պաշտպանված ցանցեր, էլեկտրոնային պայքար, հետախուզական ու կիբեր կարողություններ, կրթություն ու համատեղ պատրաստություն, պաշտպանական արդյունաբերության զարգացում ու վստահելի մատակարարման շղթաներ։ Վենսը դիտարկվում է գործող վարչակազմի տնտեսական ու ռազմավարական նախագծերի առանցքային դերակատարներից եւ հենց դրա համար այս այցը պետք է վերածենք կոնկրետ համաձայնությունների, ժամկետներով, թվերով, պատասխանատուներով։ Մեր խնդիրը պարզ է քաղաքական ազդակը դարձնել պայմանագիր, պայմանագիրը գործիք, գործիքը պաշտպանություն եւ աճ։ Իրեւ հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը անդրադառնալով Վենսի այցին նշել է, որ Վենսի փետրվարյան այցի լուրը ողբ է առաջացրել թե Ադրբեջանում, թե հայաստանյան որոշ շրջանակների մոտ։ Ահա ամենախոսուն փաստերից մեկը Թրամփը գրում է Հայաստանի հետ սկսվում է միջուկային համագործակցություն, լինելու է կիսահաղորդիչների համատեղ արտադրություն, այսինքն էներգետիկ անկախություն, բարձր տեխնոլոգիա, աշխատատեղեր, գիտություն, պաշտպանունակություն։ Սա հենց այն հիմքն է, որի վրա երկարաժամկետ խաղաղություն ու անվտանգություն է կառուցվում։ Եվ ինչ է լինում հետո։ Ադրբեջանում նույնիսկ ընդդիմադիրներն են տագնապ բարձրացնում։ ԱՄՆ-ն Հայաստանի հետ խորքային երկարաժամկետ համագործակցություն է ձևավորում, իսկ Ադրբեջանին վաճառելու է զրահաբաճկոն ու նավակ։ Եվ սա ամենապատկերված, որ ձևով ցույց է տալիս, թե ինչ է իրականում Միացյալ Նահանգներ Ադրբեջան համագործակցությունը։ Հենց այդ նույն պահին Հայաստանում ռուսամետ շրջանակները զրահաբաճկոնն ու նավակը ներկայացնում են որպես վտանգավոր սպառազինություն, իսկ ատոմակայանն ու կիսահաղորդիչները որպես սովորական անլուրջ մի բան, այսինքն երկրի ապագան կանխորոշող համագործակցությունն անվանում են անկարևոր բան, իսկ մանր առևտուրը մեծ սպառնալիք, երբ նույն լուրը միաժամանակ խոճապ է առաջացնում Բաքվի եւ Երևանի որոշակի շրջանակների մոտ, դժվար չէ հասկանալ, որտեղից են սնվում Հայաստան-Միացյալ Նահանգներ համագործակցության հակառակորդները։ Նրանց սնուցողը միշտ նույնն է՝ Հայաստանի ինքնուրույնությունը
խեղդող, ընտրությունը սահմանափակող, ապագան կասեցնող կենտրոնը։ Եթե Հայաստանի ուժեղացումը Հայաստանում ու Ադրբեջանում որոշակի շրջանակների տագնապն է առաջացրել, ուրեմն մենք ճիշտ ճանապարհին ենք։ Պատերազմը կանգնեցնում է ոչ թե վախը, աղմուկը, բղավոցն ու տագնապը, այլ ուժը։ Ուժը պետություն կառուցող, պետությունը ամրացնող ծրագրերն են, նշել է Բաբաջանյանը։ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ից 6-ը պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում։ Կատարելի կայցի մանրամասները ազգային ժողովի նախագահը քննարկել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Անդրադարձ է կատարվել նաև երկկողմորակարգին վերաբերող այլ հարցերի։ Նախորդ շաբաթ լրագրողների հետ ճեպազրույցում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել էր ռուս պրոպագանդիստների հայտարարություններին եւ Հայաստանին ուղղված սպառնալիքներին։ Նա ասել էր, թե տպավորություն ունի որոշ ռուսական պրոպագանդիստներ եւ մեր ընդդիմությունը նույն դասարանից են։ Այսինքն այդ նկատել եք, նույնիսկ Ռուսաստանի իշխանությունն է դրական բան խոսում, որովհետեւ գիտակցում է քաղաքական առումով եւ շատ ավելի ինֆորմացված է եւ շատ ավելի իրավիճակին լավ է տիրապետում կամ իրեն թույլ չի տալիս խոսի կամ հասկանում է, որ խոսելու վախտը չի, չգիտեմ պատճառները որոնք են, բայց վատ բան այս ամեն ինչի մասին խոսում են մեր ընդդիմադիրները եւ ռուսական որոշ բլոգերներ։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Պարոն Սիմոնյան, եւ նաեւ Սալովյովի հայտարարությունից հետո Դուգինը արձագանքեց, որ Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին պետք չէ անկախություն։ Ինչ տարբերություն։ Նույն ռուսերեն մի հատ արտահայտություն կա, չեմ ուզում եթերով անեմ, նույն նապալչկի երևույթներն են իրանք։ Իմ մեկը մյուսից իմ համար որևիցե ձևով չեն տարբերվում, ու որևիցե ձևով ես իրանց այս պահին միտք չունեմ մեկնաբանելու, երբ որ մեր երկրի նկատմամբ ես գամ, որ շատ ինչ-որ բան կա, միգուցե իմ գործընկերներին, Տիկին Մատվիենկոյին, մեր ռուսաստանյան այլ գործընկերներին անձնական զրույցների մեջ, մասնավոր զրույցների մեջ կասեմ եւ ասում եմ հաճախ խոսում եմ դրա մասին, ոչ թե լուրջ չեմ վերաբերվում, համարում եմ, որ ժամանակը չի եւ տեղը չի եւ իմ մակարդակը չի, որովհետեւ տեսեք, ես իրանց արձագանք եմ, մի հատ իրանք արձագանք են, այո, կարող եմ արձագանքել, շատ եղել է դեպքեր, որ արձագանքել եմ։ Ամիսներ առաջ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով Հայաստանի դեմ մղվող եւ լայն թամբ ստացող հիբրիդային պատերազմին նշել էր, որ այն իրականացնում է Ռուսաստանի Դաշնությունը։ Ես հասկանում եմ, մեծականակ փող է ծախսվում տարբեր տեղերից, մասնավորապես հյուսիսային մեր հարևանի Ռուսաստանի Դաշնության կողմից, հայտարարել էր Սիմոնյանը, հավելելով, որ այդ հիբրիդային պատերազմը մեկ ակտիվանում է, երբ օրինակ ռուսական հեռուստաալիքներով տարբեր մեկնաբաններ հաճախ հեռու հայկական ազգանունների նշմարում ունեցող մարդկանցով փորձում են Հայաստանում իշխանություն փոխել, միտինգների անոնսներ անել եւ դա, ասեմ, զգուշացնեմ, 26-ին ավելի է ակտիվանալու եւ չեմ վախենում բարձրաձայնել, դա հակառակ ազդեցությունն է ունենալու եւ ձեր ասած X վարկանիշը, որ ունի իշխանությունը, կրկնապատկվելու է, նշել էր Սիմոնյանը։ Արդյոք այս հարցերը կլինեն երկկողմ քննարկման օրակարգում, թե ոչ, պարզ չէ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կառուցողական է որակել Կիևի, Մոսկվայի եւ Վաշինգտոնի թիմերի հանդիպումը։ Քննարկումների ուշադրության կենտրոնում էին պատերազմը դադարեցնելու հնարավոր պարամետրերը։ Բարձրեմ գնահատում ըմբռնում է, որ ամերիկյան կողմը պետք է վերահսկի պատերազմի դադարեցման ու իրական անվտանգության պահպանման գործընթացը, ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ Նա հավելել է, որ կողմերը պայմանավորվել են համակարգել հետագա քայլերը իրենց երկրների ղեկավարների հետ։ Ուկրաինան պատրաստ է առաջ շարժվել, եթե մյուս կողմն էլ պատրաստակամություն հայտնի, հնարավոր է մյուս հանդիպումները կայանան հաջորդ շաբաթ։ Մանրամասնել է Զելենսկին։ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների հաջորդ փուլը Աբու Դաբիում կարող է անցկացվել փետրվարի 1-ին։ Ամերիկացի պաշտոնատար անձինք ըստ Axios պարբերականի համարում են, որ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում նախորդ 2 օրերին կայացած եռակողմ հանդիպումը կարևոր քայլ դարձավ բանակցությունների հաջորդ փուլի ճանապարհին։ Axios-ի զրուցակիցներից մեկը հայտարարել է, որ կողմերը քննարկել են այդ թվում Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպման հնարավորությունները եւ շատ մոտ են Պուտինի ու Զելենսկու հանդիպումը։ Նրա խոսքով նման հանդիպման նախադրյալ կարող է դառնալ հաջողությունը բանակցությունների հաջորդ փուլում։ Պարբերականի աղբյուրները պնդում են, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների բանագնացների հետ հունվարի 22-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել ավարտել պատերազմը դիվանագիտական մեթոդներով։ Ըստ
Reuters-ի Աբու Դաբիում բացի եռակողմ բանակցություններից Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցությունները նաեւ երկկողմ հանդիպում են անցկացրել։ Բանակցությունների երկրորդ օրվա ավարտին 3 թիմերը համատեղ ճաշի են հավաքվել, որի ընթացքում, ինչպես ասում է Հայքյոսի ամերիկացի զրուցակիցներից մեկը, պահ եղավ, երբ բոլորը կարծես համարյա ընկերներ լինեին։ Մեկ այլ պաշտոնյա էլ ասել է, ամեն ինչ այնքան լավ անցավ, որքան հնարավոր էր ակնկալել։ Պարբերականի զրուցակցի խոսքով քննարկվել է ամեն ինչ, կողմերից ոչ մեկից ոչ ոքի քննարկումները չեն շփոթեցրել։ Մենք ոչ մի հարց քննարկումից դուրս չթողեցինք, վստահեցրել է ամերիկացի պաշտոնյան։ Կարճատև դադար է մեր եթերում։ «2026-ին Եվրոպան 75%-ով ավելի մոտ է լինելու։ Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Մինչև հունվարի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։
Շարունակում ենք աշխատանքը եւ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես փետրվարին սպասվում է կարևորագույն այց Դիվենսը կայցելի եւ Հայաստան եւ Ադրբեջան։ Նախ եւ առաջ ինչ սպասելիքներ ունենք, Թրամփը որոշակի ներկայացրել է, թե ուրեմն այցի օրակարգում ինչ հարցեր են ընդգրկված լինելու, բայց տեսակետ կա նաեւ, որ հայկական կողմն էլ իր հերթին պիտի ունենա այսպես մեկ միասնական ազգային փաթեթ եւ այդ փաթեթով պիտի հանդես գա, որպեսզի էլ ավելի արդյունավետ լինի այս աշխատանքը, ինչ տնային աշխատանք ունենք մենք անելու եւ ինչ սպասենք Վենսի այցից, համեցեք։ Շնորհակալություն կարևոր հարցի համար, կարծում եմ այո, այդ ազգային փաթեթը, որ նշվում է, իրականում շատ բազմաշերտ փաթեթ պետք է լինի, այսինքն այստեղ բոլորը հասարակական դերակատարներից մինչև ամենաբարձր մակարդակի քաղաքական ղեկավարությունը այստեղ անելիք ունի, որովհետև իհարկե պարզունակ է միայն Թրամփի մեկ գրառմամբ սահմանափակվել, թե ինչ է տեղի ունենալու թե Ադրբեջանում, թե Հայաստանում։ Ըստ էության սա օգոստոսի 8-ի իրականացման, օգոստոսի 8-ի համաձայնությունների իրականացման ճանապարհային քարտեզի հերթական օղակն է, ինչպես դա եղավ վերջերս օրինակ TRIP նախագծի իրականացման շրջանակի այդ հայտարարության հրապարակմամբ, սա եւս մեկ կարևոր ազդակ է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է, ԱՄՆ-ն երաշխավորելու է, որ օգոստոսի 8-ի համաձայնությունները տեղի ունենան։ Ուղղակի հայաստանյան կոնտեքստը ինչով է տարբերվում ադրբեջանական կոնտեքստից, որովհետև փոխըմբռնման հուշագրերի մասով մեր համաձայնությունը ավելի բազմաշերտ են եղել ու ավելի ստրատեգիական ոլորտներում են եղել, սկսած կիսահաղորդիչներից վերջացած խաղաղության խաչմերուկի իրականացման օղակներ, ու այստեղ կարևոր է, որ նույնիսկ լրագրողական հանրույթից սկսած մինչև բարձր քաղաքական մակարդակի ներկայացուցիչներ հստակ կոնկրետ օրակարգային առաջնահերթություններ սահմանեն։ Օրինակ հիմա Թրամփի գրառման մեջ նշվում էր ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջև պաշտպանական համագործակցության մասին։ Կարծում եմ տարածաշրջանում այն կայունության եւ խաղաղության խոստումները, որ տրվել են եռակողմ հանդիպումների կոնտեքստում, այստեղ հայկական կողմը անելիք ունի նույնպես թե հայտարարությունների մակարդակում, թե հայտարարությունից բխող կոնկրետ համագործակցության մասով Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական համագործակցության մասին, այսինքն այստեղ խոսքը ոչ թե մահաբեր կամ հարվածային զենքերի մատակարարման մասին է խոսքը, այլ Հայաստանի կարիքներից բխող տարածաշրջանում կայունության նպաստող կոնկրետ միջոցների ձեռքբերման եւ համագործակցության մասին։ Մենք ունենք ցավոտ հումանիտար հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կոնտեքստում եւ եթե տեսած կլինեք, երբ որ խոսում ենք խաղաղության մասին, նույնիսկ անկեղծ մարդիկ իրենց մտահոգություններով են կիսում, չեն տեսնում այն խաղաղությունը, որ հիմա կա, ասում են, բայց տեսեք, մենք գերիներ ունենք, մենք ունենք օկուպացված տարածքներ եւ այլն, եւ կարծում եմ հասարակական քաղաքացիական հասարակությունը եւ լրագրողները այստեղ մեծ անելիք ունեն, որովհետեւ պարզ է որ լինելու են ճեպազույցներ, պարզ է որ լինելու են հանդիպումներ, որպեսզի հայկական կողմը այս հնարավորությունը օգտագործի, հնարավորինս այս խաղաղության գործընթացը ավելի չափելի դարձնել նաև հայ հասարակության համար, ինչու ոչ նաև ամենակարևոր բանը հայկական պետականության այս փուլում ավելի ամրապնդող դիրքեր ունենալն է։ Տեսեք, ըստ էության կա ահռելի աշխատանք կատարելու, մինչ նրա այցը պիտի սա կատարվի, կարճ չէ, ժամանակահաշված օրերի մասին է խոսքը։ Կարծում եմ հայկական կողմը նոր չէ, որ գիտի, որ Վենսը այցելելու է։ Որքանով է պատրաստվել ձեր գնահատմամբ։ Քանի որ հրապարակային տվյալներ չկան եւ հիմնականում հիմնվում ենք ոչ հրապարակային տարբեր խոսակցությունների, հանդիպումների, արդյունքների, ռեֆլեքսիայի վրա, ես կարծում եմ, որ կան ավելի շատ հատվածային, առաջարկներ, կա ավելի շատ կենտրոնացում, գերկենտրոնացում օգոստոսի 8-ի տեքստին եւ ոգուն համապատասխան, բայց ես կարծում եմ, որ դա այդքան էլ ճիշտ մոտեցում չէ, հայկական կողմը ավելի ռազմավարական տեսանկյունից պետք է դիտարկի Հայաստան-ԱՄՆ հարաբերությունը նաև Վենսի այցի կոնտեքստում, որովհետև ինչպես կարող ենք միշտ պնդել, նման բարձրաստիճան այց Հայաստան միշտ չէ որ կարող է լինել։ Գուցե առաջիկա մի քանի տարիներին այս այցի պես այս մակարդակի այցեր մենք չունենանք ու այս հնարավորությունը չօգտագործել եւ ավելի շատ հատվածային օրակարգերի վրա ֆիքսվել, կարծում եմ հայկական դիվանագիտության, հայկական կողմի համար շատ վատ կլինի հետագայում։ Իհարկե շատ վատ է այստեղ հարաբերական իմաստով եմ ասում, որովհետև ես կարծում եմ այս այցը դիտարկում եմ ոչ թե զուտ արդեն իսկ մեծ հաջողություն, այլ ավելի շատ դիտարկում եմ որպես հնարավորություն, որպեսզի հայկական կողմը ավելի լայն օրակարգով հանդես գա։
Հիմա եթե այստեղ մենք ավելի շատ ֆիքսվելու ենք միայն TRIP նախագծի վրա, միայն օգոստոսի 8-ի կոնկրետ տեքստային հայտարարությունների, statement-ների վրա, դա օգտակար է լինելու, բայց դա այն չէ, որ առավելագույնը մենք կարող ենք ունենալ Հայաստան-ԱՄՆ երկու հարաբերություններում։ Տեսեք, բացի այդ, ինչ դուք նշում եք այլ լրատվամիջոցների քաղաքասարակության ակտիվացումը եւ ավելի այսպես անաչառ տեղեկատվության տարածման հնարավորությունն ու անհրաժեշտությունը, մենք տեսնում ենք նաեւ մեծ աղմուկ կա, թե ես իմ բացման խոսքում նշեցի, թե Ադրբեջանում, թե Հայաստանի այսպես ընդդիմադիր մի հատվածի մոտ եւ նաեւ աղմկում են, ասում են, այ նշվում էր, որ Դիվենսը գալու է միայն Հայաստան, հիմա պարզվում է նաեւ Ադրբեջան էլ է գնալու, ինչու կա այսպես մեծ մտավախություն եւ կա արդյոք այստեղ օրինակ ուրեմն կոնկրետ ուղղորդում այսպիսի տեսակետների համար դուք ինչ տեսակետ ունեք ընդհանրապես ինչու է այս հատվածը այսպես աղմկում քամին որտեղից է փչում ժամանակին եթե 2 տարի առաջ ես մեկ հոդված էի գրել Ալիք մեդիայում որտեղ մի քանի կարևոր արևմտյան օժանդակությամբ գործընթացների վերաբերյալ համեմատություն էի կատարել կոնկրետ ռուսական շրջանակներից արձագանքի, ադրբեջանական կողմից արձագանքի ու ինչպես է դա այդ արձագանքները արտացոլվում հայաստանյան քաղաքական վերլուծական մտքում ու հետաքրքիր էր որ ԵՄ դիտորդական առաքելություն, Հայաստան-Իրան հարաբերություններ խաղաղության պայմանագիր, սահմանազատում եւ սահմանագծում ընդհանրապես 23 թվականից սկսած կարծում եմ խաղաղության ցանկացած չափելի գործընթաց հարվածի տակ է դրվել թե ադրբեջանական թե ռուսական կողմերի տարբեր ներկայացուցիչների կողմից ինչը արտացոլվել է իր հայլային պատկերով հայաստանյան քաղաքական վերլուծական դաշտում օրս էլ երբ Սոլովյովի հայտնի հայտարարություններ քննարկվում մենք բոլորս տեսանք թե չէ ինչպես եղավ երբ որ Ալիևի մի կոնկրետ խոսք միանգամից հայերեն թարգմանվում եւ Հայաստան մեդիա դաշտը ողողվում էր իսկ Սոլովյովի հայտարարությունը պահանջվեց 1.5 օր որ գոնե մեկ հայերեն տեքստ հայտնվի հենց այդ մամուլի հենց այն մամուլի հատվածում որտեղ քննարկվում էր որ Ալիևը խաղաղություն չի ուզում եւ այլն եւ այստեղ իհարկե այս սինխրոնությունը մեզ հուշում է որ երբ որ շատ հաճախ հեղինակազրկվում կամ արժեզրկվում է հիբրիդային սպառնալիք, հիբրիդային պատերազմ երևույթը հենց նաև սրա համար է արվում, որովհետև ես շատ հաճախ տեսնում եմ, որ բովանդակային քննարկում չկա, հա, որոնք են այդ հիբրիդային սպառնալիքները կամ չեն շղթում, հա, որ հիբրիդային սպառնալիքներ չկա, փորձում են հեղինակազրկել, հա, ասենց շատ Facebook-յան ստատուսիներ ասում են hype բռնել, այսինքն փորձել այնքան անլրջացնել հիբրիդային սպառնալիք ասվածը, որ նույնիսկ երբ որ դա տեղի է ունենում, մարդիկ դա չնկատեն էլ նույնիսկ, բայց պարզ է որ երբ որ այս կողմերը թիրախավորում են այս գործընթացները, պարզ է որ ինչ որ չափով հաջողություններ կան, որովհետև դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ որ Ադրբեջանը, Ռուսաստանը ողջունեն այն գործընթացները, որում իրենք այդքան էլ իրենց ազատ չեն զգում, իսկ Վենսի այցի հետ կապված այդ երբ որ Թրամփը այդ գրառումը կատարեց, ես մտածում եմ ինչ արձագանքներ կարող են լինել, բայց կարծում եմ այլևս մենք չպետք է զարմանանք, որ նույնիսկ եթե Թրամփը մի օր հայտարարի, որ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական նոր պայմանագիր է ստորագրվել, հաստատ կլինեն մարդիկ, ովքեր այո, ադրբեջանական եւ ռուսական տարբեր աղբյուրներից կբերեն, կվերաձևակերպեն նոր նարատիվներ, նշելով, բայց տեսեք, նրանց նավակներ են տալիս, իսկ մեզ նավակներ չեն տալիս։ Տեսնես, օրինակ Հայաստանը ինչի չպետք է նավակներ տային կամ տային, բայց մենք պետք է սրան պատրաստ լինենք, որովհետեւ այնպես չէ որ մյուս կողմը այդ հակառակ կողմը ովքեր վնասար նարատիվներ են շրջանառում, այնպես չի որ իրենք այդքան տենց պատրաստված չեն այս ամեն ինչին։ Հենց այս անլրջացնելը, արժեզրկելը կարծում եմ հենց այդ միտումը ունի։ Տեսեք, քանի որ խոսք գնաց նաև հիբրիդային գրոհների մասին, ես ներկայացրի, որ երկօրյա այց կա Ռուսաստանի Դաշնությունը ուրեմն մեկնում ազգային ժողովի նախագահ, մի ազգային ժողովի նախագահ, որը հենց շատ կոնկրետ, հասցեական նշում է, թե այդ հիբրիդային գրոհները որ երկրից են գալիս, հյուսիսային բարեկամից են գալիս եւ այլն, կոնկրետ հասցեական նշում է։ Հիմա երբ գնում են այսպիսի կարևոր այցեր են նախատեսում, արդյոք օրակարգում չպետք է լինեն հենց այս հարցերը, որովհետև օրինակ արտաքին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի պաշտոնական ներկայացուցչի մակարդակով անդադ հերքվում են, որ իսեր Աստծո Ռուսաստանը երբեք չի կարող հիբրիդային գրոհ իրականացնել Հայաստանի դեմ։ Ազգային ժողովի նախագահը, որը անդադ այդպիսի հայտարարություն է անում, հիմա մեկնելու է, չպետք է արդյոք օրակարգում հենց այս կարևոր հարցերը լինեն։ Տեսեք, ինձ համար այդքան էլ ու կարծում եմ մեզ համար այդքան էլ կարևոր չի լինելու թե հրապարակային, օրինակ այ մյուս նարատիվն էլ կա, չէ՞ որ այ ինչու բա
Փաշինյանն ու Պուտինը այդքան ջերմ ողջագուրվում են, ջերմ շփվում են, բայց նա հենց գալիս է Հայաստան, խոսում է հիբրիդային հարձակումների մասին, նա էլ իր բնույթով երբեմն գովում է Փաշինյանին, երբեմն նշում է Հայաստանի տնտեսական աճը եւ այլն։ Այստեղ կարծում եմ, այս հրապարակային դիվանագիտությունից անդին կա տնային աշխատանք, օրինակ ինձ այդքան էլ չէր ոգևորի, երբ որ ազգային ժողովի նախագահ գնա Ռուսաստան եւ ռուսներին ցույց տար իր տեղը, բայց գար Հայաստան ու տնային աշխատանքը բացակայ, որովհետեւ նույն օրենսդիր ունի բազմաթիվ գործառույթներ հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու համար, այստեղ ունենք լուրջ տնային աշխատանք, միայն հիբրիդային հարձակման մասին բարձրաձայն խոսելուց մենք ունենք բազմաթիվ տնային աշխատանքներ, ու այստեղ կարծում եմ մենք չպետք է կենտրոնանանք այնտեղ, իհարկե լավ կլինի, հա, որ այդ կարծում եմ նույնիսկ եթե հրապարակային հայտարարություններ չլինեն, կարծում եմ առնվազն ռուսական կողմը ինչ որ հարցադրումներ կանի, երբ որ դուք այսպես եք ասում, մենք մեր մամուլում կամ մեր քաղաքական էլիտայում այսպիսի արձագանքներ եւ կան մյուս կողմը հայկական կողմը կասի, որ մեր հասարակությունը չի հասկանում ռուսական տարբեր էլիտաների ներկայացուցիչների արձագանքը, այսինքն պարզ է, որ անհնար է, որ կուլիսներում սա չքննարկվի։ Խնդիրը այստեղ եթե դնում ենք, որ ինչու հրապարակային այս հարցը չի քննարկվում, ուզում եմ ասեմ, որ սրանից այդքան էլ մենք ոչ օգուտ ունենք, ոչ վնաս ունենք, բայց ավելի շատ այստեղ տնային աշխատանքի վրա պետք է կենտրոնանանք։ Օրինակ հայտնի Սոլովյովի հայտնի հայտարարությունից հետո մենք տեսանք, թե Ղազախստանը ինչպես արձագանքեց, այո, Դուգինն էլ հատկապես երբ որ շատ սիրելի ռուսամետներ նշում են, որ այ հենց ինքն է ռուսական քաղաքական այս նոր պատմության հիմնադիրներից մեկը, ինքն է նոր տեսլական, այսինքն մի Սոլովյովը սովորական լրագրող է։ Պրոպագանդիստ է, այլ դրա գաղափարներն են Կրեմլոն վերցնում եւ այլն։ Դուգինը բոլորին ցույց տվեց, թե իրականում ռուսական առնվազն մի էլիտայի շրջանակներում ինչպիսի ազդեցիկ նարատիվներ կան հետ խորհրդային պետությունների նկատմամբ, ու էլի արձագանքներ իհարկե չկային, բայց Սոլովյովի դեպքում մենք տեսանք, որ կարծում եմ Հայաստանի իշխանությունների արձագանքը բավականին կիսատ էր, եթե չեմ սխալվում, ղազախական կողմը ավելի կոշտ արձագանք տվեց, եթե չեմ սխալվում, անցանկալի անց համարեց նրան եւ կարելի ասել մուտքը արգելված է Սոլովյովի։ Հայաստանում չգիտեմ, այդ պրակտիկան Սոլովյովի նկատմամբ չի կիրառվել։ Մեզ մոտ բավարարվում են այդ հաղորդումների ուղղակի։ Դեռևս շարունակում եմ կրել մի շքանշան, որով նա համարվում է հայ ազգի բարեկամը, հայ ազգի նվիրյալը, չգիտեմ, բազմաթիվ այնտեղ ձևակերպումներ կան, նույնիսկ նախորդ իշխանության օրոք ամեն դեպքում ստացած, բայց այդ կարգավիճակը դեռևս շարունակում է պահպանվել։ Հիմա կարծում եմ հայ հասարակությունը դիզոնանսի մեջ է, մի կողմից իր բարեկամն է, մի կողմից այդ բարեկամը իրեն սպառնում է։ Կարծում եմ իշխանությունը այստեղ արձագանքելու խնդիր ունեն։ Լավ, հետաքրքիր է օրինակ այս ստեղծված իրավիճակում, երբ դիվենսն է այց կատարում Հայաստան, երբ տեղի ունեցավ Աբու Դաբիի կարևոր հանդիպումը, իդեպ այդ հանդիպումից հետո էլ ասում են, այ ինչու օրինակ Ալիևը տեղի ունեցավ Ալիև-Թրամփ հանդիպում, տեղի չունեցավ Փաշինյան-Թրամփ հանդիպում։ Ի վերջո այս բոլոր գործընթացները այդ խաղաղության պայմանագիրը կամ խաղաղության գործընթացները ամբողջացնելու ուրեմն հնարավորություն ստեղծում են, թե դեռ շատ հեռու ենք այդ գործընթացներից։ Դե առնվազն Կովկաս, հարավային Կովկասի ու կենտրոնական Ասիայի տեսանկյունից ԱՄՆ-ի համար գործընթացները ավելի արագ են ընթանում, քան որ տեղի ունենում Ուկրաինայում, բայց այս գործընթացները իրարից անջատ չեն տեղի ունենում։ Այն ինչ որ ԱՄՆ-ն անում է հարավային Կովկասում ու կենտրոնական Ասիայում ու այլ վայրերում, նաև ամերիկյան մայրցամաքում, այդ բոլորը իրար կապակցված են, որովհետև մի տեղում կոնկրետ դերակատարի ազդեցության կրճատումը, օրինակ այս դեպքում Ռուսաստանի ազդեցության կրճատումը կամ Չինաստանի ազդեցության կրճատումը իր հերթին տրամագծորեն ազդում է հետ այլ տարածաշրջանում, մասնավորապես Եվրոպայում, Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացների վրա, այսինքն հետաքրքիր մարտավարությամբ ԱՄՆ-ը փորձում է ցավացնել նույնիսկ ներխուժել, ինչպես Թրամփն էր վերջերս նշում, Ռուսաստանի տարածք կամ Ռուսաստանի նախկին տարածք, Ռուսաստանի ազդեցության գոտի եւ այլն, ու փորձել նույնիսկ կոպիտ ասած իր քթի տակ հարցեր լուծել եւ ցույց տալ, որ եթե Ուկրաինան այդքան սկզբունքային հարց է եւ դուք զիջումների չեք գնում, չենք պայմանավորվում եւ այլն, ես կփորձեմ այդ ազդեցությունը ճնշել նաեւ այլ վայրերում բազմաթիվ խաղաղության օրինակներ ցույց տալ, որովհետև ինչպես հիշում ենք հայաստանյան այս թրիպ նախագծի իրականացման շրջանակի հայտարարությունը նշում էր, հա, որ սա աշխարհին ցույց տալու նաև օրինակ է, թե ինչպես է խաղաղություն աշխատում Թրամփյան ոճով։ Հիմա այս առումով կարծում եմ գործընթացները բավականին առաջ են գնում մյուս տարածաշրջաններում, Ուկրաինայում դեռևս ավելի դժվար, որովհետև ավելի զգայուն ու սկզբունքային հարցեր կան, մենք ի վերջո գործ ունենք մի քանի տարի շարունակվող հակամարտության հետ եւ այլն, ու կարծում եմ Հայաստանը միայն, եթե մի ժամանակ ասում էինք ռուս-ուկրաինական պատերազմի
բացասական եւ դրական ազդեցություն է մեր վրա, առնվազն հիմա ինչ որ չափով մեղմվել է դրա ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա ամերիկյան այս բարձր մակարդակի ներգրավվածությամբ։ Տեսեք, ուզում նաև անդրադառնանք Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների ուրեմն հերթական հանդիպմանը, որտեղ փաստորեն արդեն իսկ խոսում է, որ այս բանակցությունները տվել են իրենց արդյունքը եւ կողմերը շատ մոտ են Պուտին-Զելենսկի հանդիպմանը, որքանով է իսկապես դա մոտ, ես ներկայացրի նաև Զելենսկու, ուրեմն դրական արձագանքը ստեղծված իրավիճակին, որքանով է իսկապես մոտենում հանգուցալուծումը։ Եթե իրականում տեղի ունենա Պուտին-Զելենսկի հանդիպումը, հերթական անգամ գոնե հանրային դիվանագիտական մակարդակում կլինի Պուտինի պարտությունը, հա, ճակերտների մեջ առած, որովհետև դա այդքան էլ տենց կարևոր նշանակություն չունի հողի վրա, բայց եթե հիշում եք, Պուտինը միշտ նշում էր, որ Զելենսկին լեգիտիմ նախագահ չէ, մի ժամանակ նույնիսկ Թրամփը տարվեց այդ նարատիվներով, ասաց, որ Ուկրաինայում պետք է ընտրություններ անցկացվեն եւ այլն, եթե տեղի ունենա այդ հանդիպումը, դա առաջին հերթին կնշանակի, որ հակառակ կողմը ընդունում է, որ դու լեգիտիմ ես, որովհետև լեգիտիմ կողմի հետ է պայմանավորվածությունները ձեռք բերում։ Եթե Զելենսկին լեգիտիմ չունում, մի հանդիպեք իր հետ, շարունակեք պատերազմը, դրանից բխող իր բոլոր հետևանքներով։ Բայց կոնկրետ բանակցությունների, կոնկրետ արդյունքների մասով կանխատեսումներ անել իրականում շատ բարդ գործ է, որովհետև եթե հիշում ենք վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ նմանատիպ հաղորդագրություններ են եղել են, որ նույնիսկ պայմանավորվածությունները շատ մոտ են, հետո Ռուսաստանն է կոնկրետ ինչ-որ առաջարկ արել, Ուկրաինան մերժ է եւ այլն, բայց կարծում եմ, որ այս պահին այս ինտենսիվ բանակցությունները ցույց են տալիս, հատկապես ԱՄՆ ամենաբարձր ներկայացուցիչ Ուիտքոֆի ներգրավվածությունը տարբեր առաջարկներ, կարծես թե փոխընդունելի ձևաչափով այդ պայմանավորվածությունները առաջիկայում կլինեն, բայց քանի որ մենք գործ ունենք ոչ ռացիոնալ, երբեմն անկանխատեսելի դերակատարի Ռուսաստանի հետ, երբեք չի կարելի այդպես հստակ կանխատեսել, որ անպայման առաջիկայում մենք կունենանք այդ պայմանավորվածությունները, բայց այս պայմանավորվածությունները լայն համապատկերն են նաև ցույց տալիս մեր հարաբերությունը ԱՄՆ-ի հետ, ընդհանրապես թրիփի վերաբերյալ պայմանավորվածությունների մասով, ըստ էության աշխարհում երկու կարևոր գործոն կա, որի շուրջ այս պահին ԱՄՆ արտաքին քաղաքականությունը կենտրոնացած է, մեկը լոգիստիկ տարբեր ուղիների մատակարարման շղթանի անխափան աշխատանքն է, մյուսը տարբեր հումքային ռեսուրսներին հասանելիություն ունենալն է։ Հիմա թրիփը նաև համարվում է որպես այլընտրանք Ուկրաինայով ցամաքային ճանապարհի մասով ու կարծում եմ, որ սա նաև անվտանգության ինչ որ երաշխիք է մատակարարման շղթայի մասով ԱՄՆ-ի ու արևմտյան կիսագնդի համար, բայց մեկ է ուկրաինական դերը, ուկրաինական գործոնը արևմտյան այդ արտաքին քաղաքականության առումով, ԱՄՆ-ի առումով շատ կարևոր է ու կարծում եմ ջանք չի խնայվելու հնարավորինս կարճաժամկետ հեռանկարում առաջիկա ամիսներին առաջիկա օրերին այդ պայմանավորվածությունները հստակեցնել ու ձեռք բերել։ Տեսեք, քանի որ մեր զրույցում հիբրիդային գրոհների մասին խոսեցինք, 26 թվականի հունիսի 7-ին հաշված ամիսներ են մնացել, դուք որքանով եք այդ գրոհների ուրեմն սաստկացում նկատում, որքանով իսկապես այդ գրոհները կարող են լրջագույն արդյունք կամ լրջագույն ազդեցություն ունենալ ամբողջ ընտրական գործընթացների եւ ի վերջո նաեւ արդյունքների վրա։ Դե իրականում նաեւ Restart հիմնադրամի գործունեության տեսանկյունից մեր նաև քաղաքական իրավիճակին շատ հաճախ գնահատականներ տալու բերումով մենք տեսնում ենք, որ թե հողի վրա, թե մեդիա դաշտում այդ հիբրիդային գործիքները կիրառվում են, որոնք հենց նպատակ են հետապնդվում 26 թվականի ընտրությունների համատեքստում։ Իհարկե մենք հրապարակային դաշտում միշտ խոսում ենք տեղեկատվական դաշտում իրականացվողի մասին։ Շատ հաճախ մենք տեղեկություններ չունենք հրապարակային առումով, թե ինչ է կատարում հողի վրա։ Այս առումով, քանի որ մենք մարզային ներկայացվածություն ունենք, մարզային երիտասարդների հետ ենք աշխատում եւ այլն, տեսնում ենք, թե ինչպես են տարբեր վնասարար դերակատարներ, ինչու վնասարար, որովհետեւ կոնկրետ Հայաստանի ժողովրդավարության տարբեր ինտեգրացիոն գործընթացների Հայաստան արևմուտք հարաբերության մասով նրանք շրջանառում են վնասարար նարատիվը։ Վնասարար դերակատարներ, այդպես եք ձևակերպում։ Այո, վնասարար դերակատարներ, որովհետև իրենք հրապարակային դաշտում վնասում են կոնկրետ հարաբերությունները, հատկապես Հայաստան արևմուտք հարաբերությունների մասով, խաղաղության գործընթացի մասով, քննադատաբար տրամադրվել ու վնասարար դերակատար լինելը իրականում շատ տարբեր է։ Ես անկեղծորեն ընդունում եմ այն դերակատարների
դիրքորոշում, ովքեր քննադատում են խաղաղության գործընթացը, բայց նշում են, որ այլ ընտրանք չկա եւ այլն, բայց կան վնասար դերակատարներ, ովքեր ապատեղեկատվական գործիքներով են հարձակում այս թեմաների վրա եւ երբ որ իրանք հողի վրա աշխատանք են տանում, այսինքն օրինակ գրասենյակներ են բացում, ինչ-որ դասընթացներ են անում, ուսման վարձի փոխհատուցումներ են կիրառում, արտասահմանյան ուղևորություններ են ֆինանսավորում։ Այո, այսինքն նյութական ու ոչ նյութական տարբեր խթանների միջոցով փորձում են իրենց վնասար նարատիվները նաև հողի վրա առաջ տանել ու կարծում եմ սա նպատակը մեկն է ու այս ինտենսիվացումը, քանի որ այս պահին է դրսևորվում, մենք կարող ենք արդարացիորեն պնդել, որ թիրախը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններն են, որտեղ գրեթե բոլոր ռեսուրս ունեցող քաղաքական դերակատարները ջանք չեն խնայում փորձել մի կողմից այնպես անել, որ հաղթել ընտրություն, այսինքն ընդդիմության լիակատար հաղթանակ տանել թեկուզ համախմբված տեսքով, մյուս կողմից նաև եթե չստացվի, ապա լեգիտիմացնել ընտրական արդյունքները։ Ես առնվազն այս երկու սցենարն եմ տեսնում ու կարծում եմ, եթե այնպես ստացվի, որ տոկոսային հարաբերակցությունները, եթե պարզեցնենք երկու կողմերի, լինի շատ մոտ, մենք կունենանք հետընտրական գործընթացներ, բայց այդ հետընտրական գործընթացների համար իրենց պետք է որոշակի լեգիտիմ հող պատրաստել։ Մենք դա տեսել ենք թիմ ընտրություններում, երբ որ նաև դիտորդական առաքելություններում ենք ներկայացված եղել, տեսել ենք, որ շատ հաճախ ընտրախախտումը եւ ընտրությունների կեղծումը հավասարեցվում է, որովհետև աշխարհի գրեթե բոլոր երկրներում ընտրախախտումներ լինում են, բայց ընտրությունները կեղծվելը դա լրիվ ուրիշ բանի մասին է խոսում եւ կարծում եմ Հայաստանում նույնպես այս երկու սցենարներն են դիտարկվում։ Մենք նաեւ վերջերս տեսանք հրապարակում այն մասին, թե ռուսական փափուկ ուժի համար գոնե հրապարակային ինչքան գումար է նախատեսվում, իհարկե հաշվի առնելով ռուսաստանյան փափուկ ուժի իրական դրսևորումները այդ միլիոնները 162 միլիոնի մասին է խոսքը, կարծում եմ նույնիսկ դա շատ քիչ թիվ է, իրական թիվը ավելի շատ մեծ է, բայց մենք տեսել ենք այդ փափուկ ուժը ինքը վատ բան չի, բայց մենք տեսենք ռուսական փափուկ ուժի դրսևորումները Մոլդովայում, Վրաստանում եւ այլ տեղերում եւ կարծում եմ չնայած նա որ Ռուսաստանը իր հեղինակությամբ վարկաբեկվել է Հայաստանում, ավելի խելացի, ավելի ճկուն մեթոդներ է օգտագործելու Հայաստանում այդ կարևոր, այսպես ասած, ճակատամարտը հաղթանակով պսակելու համար, որտեղ իրականում 26 թվականի ընտրությունները կարևոր են այն իմաստով, որտեղ քաղաքական ուժերը կոնկրետ առաջարկություններ ունեն արտաքին քաղաքական ու անվտանգային գործընթացների մասով, նույնիսկ չխոսելով դրանց մասին։ Մենք տեսնում ենք, նույնիսկ մարդիկ ովքեր ասում են թրիփը լավ է, հետո փոխլրացնում են, որ պետք է այսպես անել, պետք է Ռուսաստանին բերել, չպետք է նեղացնել, պետք է ավելի խորացնել Ռուսաստանի հարաբերությունները։ Եվ կարծում եմ, այս 26 թվականի ընտրությունները նաև այսօրվա մեր միջև այժմ քննարկած թեմաների մասով են կարևոր, այսինքն Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության, Հայաստանի ապաշրջափակման, խաղաղության պայմանագիր եւ այլ հարակից թեմաների վերաբերյալ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում է Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսիսյանի հետ։ Նախորդին զինված միջադեպ է տեղի ունեցել Գորիսում։ Հունվարի 25-ին ժամը 17:05-ին ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գորիսի Թոս կապ կոչվող հատվածում գերեզմանների մոտ վիճաբանություն է եղել։ Նշված վայր են մեկնել ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում 45-ամյա Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է։ Վարուժան Յոլյանը եւ 38-ամյա Արմեն Յոլյանը մահացել են, իսկ վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչը ստացել է վնասվածքներ ու տեղափոխվել բժշկական կենտրոն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Սպանվածներից Արմեն Յոլյանը Գորիսի համայնքի ղեկավար Արուշ Արուշանյանի վարորդներ։ Ըստ մամուլի հրապարակումների Գորիսի քաղաքապետի վարորդ Արենը իր հարազատների հետ կենցաղային հարցերի հետ կապված տարիների վեճ է ունեցել, մասնավորապես Արուշ Արուշանյանի վարորդ Արենն ու իր ազգական Վարուժան Յոլյանը պապական առանձնատունը կիսելու շուրջ տարիներ շարունակ կոնֆլիկտ են ունեցել։ Անգամ առանձնատան հարցով գործը հասել է դատարան, սակայն կողմերը չեն սպասել դատարանի որոշմանը եւ առանձնատունը կիսելու թեման այնքան է խորացել ազգականների հետ, որ բանը հասել է կռվին ու միջադեպի ժամանակ նռնակ են նետել ու երկու հոգի Գորիսի քաղաքապետի վարորդ Արենը եւ նրա ազգական Վարուժան Յոլյանը մահացել են։ Եվ այս պահին զրուցելու եմ փաստաբան Գևորգ Դավթյանի հետ։ Պարոն Դավթյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ միանալու համար։ Նմանապես։ Պարոն Դավթյան, նախ փաստորեն մենք նորից զինված բախում ենք տեսնում այս անգամ Գորիսում, ըստ մամուլի հրապարակումների կենցաղային հողի վրա, բայց ունենք երկու զոհ։
Իրավիճակը ինչպես եք գնահատում, տեսանք ներքին գործերի նախարարության հաղորդագրությունը, որքանով ուրեմն մտահոգիչ է այն, ինչ տեղի է ունենում ուրեմն Երևանում ու Հայաստանի այլ մարզերում, համեցեք։ Իրապես իսկապես մտահոգիչ է այն առումով, որովհետև ցանկացած նամանավանդ, երբ որ այս կամ այն հանցավոր դեպքը կապված է այս կամ այն պաշտոնյայի կամ նրա ազգակցի հետ, առավել ևս հրապարակումներ են լինում, բնականաբար սա հասարակությանը մտահոգում է, հետևաբար ավելի ըստ էության քրտաճակ աշխատանք է պահանջվում, նաև լույս սփռել այն իրականության վրա, թե դեպքը ինչ շարժառիթներով, ինչով է կապված, արդյոք ան որևէ փոխկապակցված է բարձր պաշտոնատար անձի հետ, թե ոչ, բնականաբար այս առումով չի կարող մտահոգիչ չլինել, բայց ես գիտեք ուզում եմ մեկ հանգամանք հստակ մենք արձանագրենք, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ նաև ցանկացած երկրում, այդ թվում նաև բարձր զարգացած իրավական պետություններում լինում են նման դեպքեր, հանցագործություններ եւ անգամ լինում են փոխկապակցված պաշտոնատար անձանց ազգակազմների հետ նման դեպքեր, սակայն շատ վաղ է, որ դա որևէ ձեւ փոխկապակցեն այս կամ այն անձի գործունեության հետ։ Իհարկե սա ընդհանուր առմամբ բնականաբար բացասական ազդեցություն կարող ունենալ այդ պաշտոնատար անձի հեղինակության վրա, համբավի վրա, ինչը բնականաբար չի կարող որևէ կերպ դրական ընկալվել։ Սակայն եթե մենք տեսնում ենք մամուլի հրապարակումներում, այնտեղ կապված չէ իրապապի պաշտոնը ամեն դեպքում ըստ նախնական վարկածի այն կապված է որոշակի անձնային փոխհարաբերությունների հետ, որոշակի տնտեսական շահի հետ եւ ցավալին այն է, որ ազգակիցներ են իրենք եւ այնուհանդերձ այդ դեպքով պայմանավորված շատ հարցեր են առաջանում հասարակության մոտ, քանի որ դրանք հրապարակվում են, բայց մի բան հստակ է, այնպես չէ, որ սա առաջի դեպքն է, ոչ թե խոսքը վերաբերում է նույն պաշտոնատար անձի ազգակցի կամ վարորդի հետ կապված, ներողություն ազգակից չէ, որ հասկացա վարորդը եւ վարորդի ազգակիցը, այլ նաև շատ այլ դեպքեր նույնպես եղել են, ցավոք սրտի չի բացառում, որ հետագայում նույնպես լինեն, որը նախկինում եղել է, որովհետև այժմ հրապարակումները, այսպես ասած, մամուլը շատ ավելի ակտիվ է, սոցիալական հարթակները շատ ավելի ակտիվ են, հետևաբար մարդկանց մոտ այս տեխնիկական զարգացումները թույլ են տալի, որ ամեն ինչ լուսաբանեն, նկարահանեն, ամեն ինչ սոցիալական հարթակներում զետեղեն, հետևաբար այդ ցանկացած նման դեպք եւ որ այս կամ այն փոխկապակցությունի անգամ որոշակի հեղինակություն ունեցող կամ պաշտոնատար անձ հանդիսացող անձի հետ անմիջապես հրապարակվում են եւ դա չի նշանակում, որ դա ըստ իս դա նորություն է, որովհետեւ քիչ թե շատ այդ ոլորտում զբաղվող մասնակիցները դրանք կլինեն նախաքննական մարմինները, այնտեղ գործող քննիչները, դատախազական մարմինները, նաև փաստաբանները, դրանք իրենց վարորդներում ունեն բազմաթիվ գործեր, որոնք այս կամ այն ձև հեռու չեն այն իրականությունից, որ այդպիսի դեպքերը կան, ցավոք սրտի եղել են եւ ցավոք սրտի կռահում եմ, որ կարող են նաև այդպիսի դեպքեր լինեն շարունակվեն, հետեւաբար այս առումով զուտ իրավական տեսակետից դա այդքան էլ անակնկալ չէ, այնուհանդերձ դա հեղինակության վրա ազդում է եւ ոչ միայն հեղինակության վրա ազդում այդ անձի, այդ պաշտոնատար անձի, այլ նաև ընդհանրապես տվյալ երկրի, տվյալ իրավապահ համակարգի վրա, որովհետեւ իրապես այդպիսի դեպքեր անթույլատրելի են, նամանավանդ որ տվյալ դեպքում մենք կանխատեսենք անձանց միջև ոչ միայն այդ մի անձնային վեճին, այլ որ զենք օգտագործելուն ըստ նախնական վարկածի նռնակ է եղել եւ ինչպես կարող է օրինակ նռնակը սովորական քաղաքացու մոտ գտնվել, այսինքն նշանակում է անձանց մոտ դեռևս կարող են լինել որոշակի զինամթերքներ, որոնք մինչև այժմ իրենց տեղում չեն, այսինքն իրավապահ համակարգի ներկայացուցիչների մոտ չեն կամ դրանք որևէ ձեւով ոչնչացված չեն, հետեւաբար այստեղ լուրջ հեղինակության բացասական իմաստով ազդեցություն է լինում նաև իրավապահ համակարգի վրա եւ այստեղ բավականին հարցեր կան, որ այդ հարցերի պատասխանները իրավապահ մարմինները պետք է տան եւ տան ոչ միայն իրենց վերադասներին, այլ նաև տան հասարակությանը, որովհետեւ դա պատահաբար տեսնեք այստեղ խոսքը միայն չի գնում երկու անձանց այսպիսի դեպքի այդ նռնակի պայմաններով երկու անձանց մահվան մասին, խոսքը գնում է նաև շրջապատի մասին, որովհետև մենք շատ լավ գիտենք, երբ որ շրջապատում հանրային միջավայրում նման դեպքեր են լինում, այստեղ նաև դժողը անմիջապես լինում է հանրությունը եւ աստված չաներ, ենթադրենք այնտեղ անցորդ լիներ կամ մոտիկ ավելի մարդիկ լինեին, որքան հասկացա էլի մարդ եղել էր, որը ծանր վիրավորում է ստացել, այնուհանդերձ կարող էին նաև ավելի շատ մարդիկ լինել եւ այլն, այսինքն շրջապատը նույնպես դժող է եւ այս
արարքը, օրինակ, շատ իմ այսպես մասնագիտական նախնական գնահատմամբ այստեղ գործ ունենք նաև այսպես ասած խուլիգանության հետ, որովհետև ըստ էության անտեսվել է միջավայրը, անտեսվել է հանրային միջավայրը, կատարվել են այնպիսի գործողություններ, որոնցով տուժեղ հանդիսանում հանրությունը եւ այդ առումով այո միանշանակ է, որ բազմաթիվ տխուր իրավիճակ է եւ հանրությունը բավականին լուրջ պահանջներ ունի եւ այդ պահանջները պետք է հնարավորինս փարատվեն այդ եւ հետագայում հնարավորինս փորձեն բացառվել այդպիսի դեպքերը։ Մենք շատ դեպքեր ենք ունենում, երբ որ կատարվում են օրինակ նման կամ որոշակի առնչություն ունեցող նման դեպքեր, սակայն դրանք տեղի չեն ունենում հանրային միջավայրում, որովհետեւ ըստ իս եւ ոչ միայն ըստ իս, այլ նաեւ իրավական տեսական առումով հանրային միջավայրում տեղի ունեցող ոչ իրավաչափ գործողությունները, նաև վարչական խախտումները, նաև իրավական հանցանքները, դրանք ավելի շատ իրենց բնույթով վտանգավոր են, որովհետև նորից ու նորից կարող եմ կրկնել, որ հանրային միջավայրում տեղի ունեցողի անմիջական տուժող են հանդիսանում ոչ թե դրա անմիջապես մասնակից կողմերը, այլ նաև հանրությունը, այդ թվում նաև կներեք բոլորովս, նաև այն մարդիկ, որոնք ինքները ականատես են լինում անգամ հետո տեսնում են այդպիսի իրողությունները եւ նրանք նույնպես իրենց մոտ ճնշվածություն կարող են առաջանալ, վախի մթնոլորտ կարող է առաջանալ անձը, իրեք ստացվում է այնպես, որ անձիկ որոշակի հեղինակություն ունեցող անձանց օրինակ մոտով կզգուշանան կամ կխուսափեն անցնել, գնալ, դառնալ, որ այն կանխավարկածով, որ հնարավոր է որոշակի հարցեր առաջանան եւ իրենք նույնպես ակամայից դառնան այդ անզուգությամբ դառնան իրենց վեճի կամ զոհ կամ ուղղակի լինեն թիրախ։ Չգիտեմ, այսքանով սա մտահոգիչ է եւ կարծում եմ այստեղ նույնպես իրավապահ մարմինները բավականին լուրջ անելիքներ ունեն հետագայում նման դեպքերը կանխարգելելու առումով։ Սակայն սակայն վերաբերում է նրան, որ արդյոք այն ինչքանով է մեծեք մամուլը այնքան է զետեղվել այդ հրապարակմամբ, որ անմիջապես այն որոշակի առումով թեկուզ անուղղակի կապում են համայնքապետի հետ, Արուշանյանի հետ, եթե չեմ սխալվում, սա հարցի պատասխանը միանշանակ ոչի ես, ոչ դուք այս բան հնարավոր չի տալ, ամեն դեպքում նախնական վարկածով դա այն փոխկապակցություն չունի, որովհետև իր վարորդը նույնպես անձ է եւ հնարավոր ունենալ այլ անձի հետ հարաբերություններ, իր բարեկամի ազգակցի եւ հայտնվի այդպիսի իրավիճակում, ինչով անուղղակի ձևով այո նաեւ կտուժի այդ անձի հեղինակությունը, քանի որ եթե չեմ սխալվում, Արուշանյանի հետ կապված կան նաեւ բազմաթիվ այլ գործողություններ, այլ դեպքեր, այլ վարկածներ հանրային միջավայրում զետեղված, որը այդքան էլ դրական, այսպես ասած, լույս չի սփռում, հետեւաբար այո, այս առումով կարծես թե այս ժողովրդական խոսքը ջրաղացին ավելի շատ ջուր է լցվում եւ նաեւ փորձում են այս կամ այն կապել նաեւ Արուշանյանի հետ։ Այնուհանդերձ այս հարցի պատասխանը կտան նախաքննական մարմինները, մենք դեռևս այդ հարցի հստակ պատասխան այս պահին չունենք, թե դա ինչքանով կարող է կապվածնել անձամբ Արուշանյանին։ Պարոն Դավթյան, տեսեք, վերջերս ներքին գործերի նախարարը վարչապետին էր ներկայացնում տարվա հաշվետվությունը եւ նշում էր, որ 25 թվականին չբացահայտված սպանություն չի եղել եւ այլն, հա, այսպես որոշակի առաջընթաց էր ոլորտում նկատում, դուք ուրեմն անընդհատ լինելով process-ների մեջ, անընդհատ ունենալով այդպիսի տարբեր գործեր, արդյոք նկատում եք, որ ոլորտում կա իսկապես որոշակի փոփոխություն, բարեփոխում է տեղի ունենում, ավելի արագ է իրավապահ համակարգ հարձագանքում տեղի ունեցածներին, սպանություններ, չգիտեմ, պատահարներ եւ այլն։ Իրապես, եթե ցանկացած դեպք որ լինում է, բնականաբար դեպքի առկայությունը արդեն բացասական հետևանք է թողում, սակայն որպեսզի մենք այդ փոփոխության մասին խոսենք, բնականաբար համեմատության մեջ պետք է խոսենք, այո, եթե ես օրինակ իմ մոտ կամ իմ այն գործընկերների, որոնց հետ քիչ թե շատ առնչվում եմ իրենց վարորդներով արկա գործերով նայում ենք, այո, կան հատկապես առանձնապես ծանր հանցագործությունների առումով կա ավելի շատ ջանասիրություն, այդ գործերը հնարավորինս արագ բացահայտելու եւ դա այդպես չի, որ դա ես միայն կարող եմ արձանագրել իմ կողմից վարվող որոշակի վարույթներով, այլ նաեւ ես կարծում եմ մամուլում նույնպես դա շատ արագ երևում է, որ կան որոշակի նաև հայտնի դեպքեր, որոնք ավելի շատ են լույս սփռվում հանրության առջև, դրանք նույնպես շատ արագ օրինակ նախաքննությունն ավարտվում է, ուղարկվում են դատան, այսինքն եթե այս զուտ առումով եք նայում, այո, կա որոշակի ավելի շատ ջանասիրություն այդ դեպքերը բացահայտելու, այլ հարց է, որ արդյոք այդ
արագ գործելավոճը, որը իհարկե ողջամիտ ժամկետների մասին է խոսքում, արդյոք այն նյութապես, այսինքն բովանդակային առումով իրապես ճիշտ էր թե ոչ, որովհետև արդյոք այդ կարճ ժամանակում հնարավոր է եղել ամբողջապես դեպքի մանրամասները բացահայտել, թե ոչ, սա արդեն հետագայում դատական քննության առարկայի շրջանակներում կպարտասխանի այդ հարցերը, եթե մենք օրինակ շատ անգամ ականատես ենք լինում, որ այս կամ այն դրվագներով մեղադրանքը հերքվում է, նշանակում է, որ թեև շատ ողջամիտ ժամկետում արագ է ավարտվել, բայց այնուհանդերձ նախաքննությունը առավել քան թերի է եղել, որովհետև մեղադրանքը փաստացի դատարանում հերքվել է, հետևաբար կարող էր դա դատարան չհասներ եւ հենց այդ փուլում այդ մեղադրանքները հերքվել։ Օրինակ տեսեք, եթե ես միայն կարող եմ զուգահեռներ նաեւ անցկացնել այդ ձեր հարցինի պատասխան այդ Մասիսի համայնքի ղեկավարի դեպքի հետ կապված, տեսեք սկզբնականում ինչ վարկածներ էին, օրինակ շրջանառվում, վենդետա եւ այլն, այսօր արդեն քիչ թե շատ կարծես մապուլում արդեն հրապարակումներ կան, որ այս վարկածը այդքան է տեղի չեմ ասում, սա իրավապահ մարմինների կողմից այդ վարկածը զուտ հանրության շրջանակում նաեւ, եթե չեմ սխալվում, նաեւ այդ գործով ներգրավված այս կամ այն կերպ փաստաբանի միջոցով, որ դա իրապես վենդետա չի եղել, դա ինչ որ անձնական խնդիր է եղել եւ այլն, այսինքն ստացվում է, որ այն ի սկզբանե նախանշված վարկածը, որ դա վենդետա է, հիմա սկսում է հակառակ process գնալ, ես չեմ ասում դա այդպես չի կամ այդպես է, դա հետագայում նույնպես դատարանը իր պատասխանները կտան, բայց պատկերացնում եք, եթե մենք հետագայում դատարանում ականատես լինենք, որ այս կամ այն անձի նկատմամբ առաջադրված մեղադրանքը ամեն դեպքում վենդետա է, այսինքն վրեժխնդրության շարժառիթով հերքվի, դա նշանակում է, որ կրկին այստեղ մենք գործ ունենք թեև արագագործ քննության հետ, նախաքննության կատարման հետ, բայց գործ ունենք ոչ բովանդակային, որովհետև առավել քան շատ ջանասիրություն չի եղել, որպեսզի բացահայտվեն այդպիսի նաև դրվագները, որը իսպար ըստ էության ամբողջությամբ կբացահայտի կատարված դեպքը։ Եվ այդ պատկերացնում եք, եթե մենք խոսում ենք օրինակ տվյալ դեպքով որոշակի վենդետայի առկայության մասին, նշանակում է այդ վենդետայի գործընթացում կարող են ավելի շատ մարդիկ ներգրավված լինել։ Եվ հետևաբար նաև այդ եթե իրապես հաստատվում է այդ հանգամանքը, նշանակում է այդ մարդիկ նույնպես ինչ որ կարգավիճակով, նաև մեղադրյալի կարգավիճակով կհայտնվեն համապատասխան վարույթ իրականացնող մարմինների ուշադրության տակ։ Սակայն հետագայում երբ որ դա հետևի կստացվի, որ նրանք ունեն ռեաբիլիտացիոն իրավունք, բնականաբար փոխհատուցման իրավունք, ավելին ասեմ, նրանց հասցվել է բավականին ոչ միայն նյութական, այլ նաև ոչ նյութական վնասներ, ինչը չի խոսում նախաքննության, այսպես ասած, լավագույն իրականացման մեթոդների մասին։ Միայն ես ընդհանուր այդ հարցին կարող եմ ամփոփելով ասել, որ այո, համեմատական առումով հատկապես կապված ավելի հայտնի ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների հետ ավելի շատ ջանասիրություն է ցուցաբերվում, գործերը շատ ավելի արագ եւ ապացուցողական բազան շատ ավելի արագ ամփոփելու եւ գործը դատարան ուղարկելու հարցում, քան թե անցյալում էր, ավելի վաղ էր զուտ համեմատության առումով եւ ասեմ դրա մեջ իրենց այսպես ասած լուման ունեն նաև 4-րդ իշխանությունը, այսպես չգրված 4-րդ իշխանությունը, մամուլը, որոնք ցանկացած դեպք այս կամ այն կերպ լուսաբանում են, կամ այս կամ այն անձից հարցազրույց են վերցնում եւ նրանք խոսում են տեղի ունեցող դեպքերի մասին, ինչին իրավապահ մարմինները բնականաբար փորձելով հակափաստարկներ բերել կամ թեկուզ համաձայնվել, բնականաբար առավել քան ջանասիրություն են ցուցաբերում, այդ իսկ պատճառով ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ ցանկացածս այս կամ այն կերպ թեկուզ անուղակի կարող ենք մեր գրավվածություն ունենալ մեր պահանջներով, մեր լուսաբանությունով այս կամ այն դեպքի բացահայտման համար ես հուսով եմ, որ այս դեպքն էլ շատ արագ իր ընթացքը կստանա, ամեն դեպքում նախնական վարկածը երբ որ նայում ես այնքան էլ բարդ իրենից չի ներկայացնում, սակայն պետք է հասկանալ, թե ինչու ազգակիցները շատ հարազատ մարդիկ իրար նկատմամբ այդպիսի լարվածություն են ունեցել եւ այդ լարվածությունը շատ ավելի վաղ չի կանխվել, որովհետեւ դա այնպես չէ, որ մեկ օրում ծագեց, որովհետեւ որքան հասկացա հողային ինչ որ վեճի հարց է առաջացել, բնականաբար սա 1-2 օրում չէ, որը հետագայում բերել է այդպիսի հետևանքից։ Հենց պետության դերի, իրավական պետության, արմատական դերը կայանում է նրանում, որ նրանք փորձեն ավելի վաղ տեսնել այդ խնդիրները եւ փորձեն կանխարգելել, որ մենք չունենանք այսպիսի ողբերգական իրավիճակներ։ Ինչը որ ցավալի է, ես միայն սա բացասական առումով կարող եմ ասել, որ կարող է ազդել իրավապահ համակարգի գործունեության վրա։ Շնորհակալ եմ, պարոն Դավթյան։ Նմանապես։ Զրուցում էի փաստաբան Գևորգ Դավթյանի հետ։
Իրանում իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ, ինտերնետը արգելափակված է, ցույցերի ժամանակ սպանվածների թիվը ըստ արևմտյան լրատվամիջոցների կարող է գերազանցել 30,000-ը։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղեին հերքել է արևմտյան լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ Իսլամական Հանրապետությունում բողոքի ցույցերի ժամանակ 30,000 մարդ է մահացել։ Մեծ հիտլերյան ոճի սուտ։ Միթե այդքան մարդ չէին մտադիր սպանել Իրանի փողոցներում, սակայն նրանք ձախողվեցին եւ հիմա փորձում են նման կեղծիքներ տարածել լրատվամիջոցներում։ Իսկապես չարագործություն է գրել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Նախորդ օրը Time ամսագիրը հղումանելով Իրանի առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին հայտնել էր, որ հունվարի 8-ին եւ 9-ին տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը կարող է հասնել 30,000-ի։ Հրատարակությունը նշել է, որ բողոքի ցույցերի ժամանակ այնքան շատ մարդ է մահացել, որ շտապօգնության ծառայությունները դիակների պարկեր չունեն։ Time-ը հաղորդում է, որ շտապօգնության մեքենաների փոխարեն օգտագործվել են բեռնատար կցորդներ։ Հունվարի 23-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհերի թիվն ավելի քան 3000 է, 2427 քաղաքացիական անձ ու անվտանգության աշխատակից, ինչպես նաև 690 ահաբեկիչ։ Flight Trader 24 ավիացիոն ռեսուրսի տվյալների համաձայն վերջին 24 ժամվա ընթացքում մերձավոր արևելք են թռել առնվազն 6 ծանր բեռնատար ամերիկյան C-17A Globemaster 3 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ, մասնավորապես մայրացամաքային Միացյալ Նահանգներից մեկնող ռազմական բեռներ տեղափոխող ամերիկյան ինքնաթիռները ժամանել են Հորդանանի Մուվաֆակ Սալթի ավիաբազա, որտեղ տեղակայված է ամերիկյան կործանիչների մեծ խումբ, ինչպես նաև Կատարի Ալ-Ուդեյդ ավիաբազա, Քուվեյթի Ալի Ալ-Սալեմ ավիաբազա եւ Սաուդյան Արաբիայի Արքայազն Սուլթան ավիաբազա։ Անցյալ շաբաթվա ընթացքում ռազմական բեռներ տեղափոխող C-17A Globemaster 3 տրանսպորտային ինքնաթիռները մոտ 20 թռիչք են կատարել մերձավոր արևելք։ Գրանցվել է նաև ամերիկյան EA-37B ինքնաթիռի տեղակայումը, որը նախատեսված է թշնամու կապի, նավիգացիայի եւ ռադարային համակարգերը ճշտելու համար։ Ինչպես գրում է The Wall Street Journal-ը հղումանելով ամերիկացի պաշտոնյաներին, մերձավոր արևելքի տարածաշրջանում տեղակայված են լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում Patriot զենիթահրթիռային համակարգեր եւ հակահրթիռային պաշտպանության համակարգեր ամերիկյան ռազմական գործողության դեպքում իրանական հնարավոր հակագրոհներից պաշտպանելու համար։ Մերձավոր արևելքի տարածաշրջանում ամերիկացի զինվորները պետք է հրաժեշտ տան իրենց ընտանիքներին, եթե Միացյալ Նահանգները սխալ թույլ տա։ X սոցիալական ցանցում գրել է Իրանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իբրահիմ Ազիզին։ Հուսով եմ, որ եթե Ամերիկան հիմնվելով մոլորված նախագահի սխալ հաշվարկների վրա որևէ սխալ թույլ տա, ապա տարածաշրջանում նրան զինվորները արդեն հասցրել են հրաժեշտ տալ իրենց ընտանիքներին, ասված է գրառման մեջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբրահամ Լինքոլն ավիակիրների խումբը ժամանել է Իրանի ափերի մոտ։ Իրանը խնդրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հետաձգել ռազմական հարվածը, հաղորդում է Իսրայել Հայամ պարբերականը։ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիթկոֆը ԱՄՆ նախագահին է փոխանցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչի WhatsApp-ի հաղորդագրությունը, ինչպես նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի գրավոր հավաստիացումը։ Հրապարակման համաձայն այս կոչերի հիմնական նպատակն էր համոզել ամերիկացի առաջնորդին ձեռնպահ մնալ անհապաղ ռազմական հարվածից։ Տեղեկատվության աղբյուրը Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյա է։ Նշվում է, որ Թրամփի դեսպանը պաշտպանում է Իրանի հետ դիվանագիտական կարգավորումը։ Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի հյուսիսային հրամանատարության հրամանատարը հայտարարել է, որ զինվորականները պատրաստ են ցանկացած սցենարի։ Զինվորականները ենթադրում են սցենար, որի դեպքում Իրանի պատասխանը Միացյալ Նահանգների հարձակմանը ուղղված է Իսրայելի դեմ, ասվել է գեներալ-մայոր Ռաֆի Միլոնի հայտարարության մեջ։ Եվ այս պահին զրուցելու եմ Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մինասյան, շնորհակալ եմ միանալու համար։ Որքան էլ կա տեղեկատվական վակուում, այն ներկայացրի այսպես վերջին ժամերին տեղի ունեցող ուրեմն մամուլի հրապարակումները ներկայացրի ընդհանուր առմամբ նախ ինչպես եք գնահատում, ինչ է տեղի ունենում, այս ձեր ունեցած տեղեկատվությունները համադրելով, հակադրելով, ինչ իրավիճակ է, որքանով է արևմտյան լրատվամիջոցների թվերը, որքանով են համապատասխանում իրականությանը, շուրջ 30,000 զոհի հետ կապված, իհարկե տեսանք, որ իրանցի պաշտոնյաները հերքում են արևմտյան այս հայտարարությունները, մասնավորապես բավականին այսպես կոշտ արձագանքելով։ Համեցեք, պարոն Մինասյան, ընդհանուր առմամբ ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ, Իրանի ներսում եւ ինչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում, համեցեք։
Դե բարձ է որ պաշտոնական թվերին շատ էլ չի լինի վստահել, որովհետև եթե պաշտոնյաները թաքցնելու ինչ-որ բան չունենային հաստատ եւ համացանցը եւ հեռախոսակապը եւ նույնիսկ կարճ հաղորդագրությունները չէին սահմանափակի Իրանում, դա բարձ է որ արվել է որպեսի Իրանից դեպի դուրս տեղեկատվության հոսքը խափանվի։ Տարբեր թվեր են ասվում, ես էլ այսօր առավոտյան տեսա, որ մինչև 30,000 զոհի մասին խոսվում է, այո, ծավալը նկատի ունենալով ցույցերի անհնար թիվ չէ համենայն դեպս 30,000-ը, եթե միլիոնավոր մարդիկ տարբեր 20-ից ավել մեծ քաղաքներ ունի Իրանը, եթե ամեն քաղաքներում միլիոնավոր մարդիկ են ցույցի դուրս եկել եւ դուրս են եկել անպաշտպան, իսկ նրանց դեմ կանգնած է եղել զորք, ոտից գլուխ պաշտպանված եւ կրակել է ինչպես կրակում են ռազմի դաշտում անհավանական թիվ չէ 30,000 զոհը հիվանդանոցներից հիմա ինտերնետը կարելի ասել որ շատ այսպես կաթիլային միանում է Իրանում երեք Չինաստան-Իրան առևտրային պալատի տնօրենն էր մի լուր հայտարարել որ իրենց թույլատրվում է օրական 20 րոպե ինտերնետ օգտագործել պետական տեսուչի հսկողության տակ, բայց ամենայն դեպս կարողանում ենք կապ հաստատել Իրանի հետ, շատ կարելի ասել, որ մնայուն կապ չէ, անընդհատ անջատվում է, բայց ամենայն դեպս հնարավոր է լինում ինչ-որ տեղեկություն փոխանցել, իրավիճակը համենայն դեպս Թեհրանում կարող եմ ասեմ, որ դեռ շոկային իրավիճակ է, չի վերադարձել քաղաքը նախքան ցույցերի իրավիճակին, գների աճը շարունակվում է, դոլարի աճը շարունակվում է եւ հասարակության մոտ այսպես անելանելի իրավիճակ է իսկ ամերիկյան զորքերի տեղաշարժը համենայն դեպս ես կարծում եմ որ օրինակի համար ավիակիրը հենց այնպես չեն տեղափոխում երևի թե Տրամպը մտածում է ինչ որ հարվածներ հասցնելու բայց թե երբ դա կլինի մի քիչ դժվար է ասել Իսրայելում արդեն դրան պատրաստվում են որ եթե նման հարվածներ լինի եւ Իրանը փորձի հարվածի Իսրայելին իրենք պատրաստ լինեն Իրանից շատ մեծ թվով ավիաընկերություններ դադարեցրել են իրենց թռիչքը դեպի Իրան սրանք բոլորը նշաններ են այն մասին որ սպասվում է հարված կամ սպասվում է պատերազմ բայց կրկնեմ չի լինի ասել որ դա երբ կլինի ըստ էության շատ ռեալ է եւ շատ ուրեմն վտանգներ եք տեսնում ես ներկայացրի նաեւ Իրանի պատասխանը Միացյալ Նահանգներին մի դեպքում ուրեմն Փեզեշքյանի նամակներ փաստորեն մյուս դեպքում Արաղչի մյուս դեպքում էլ մենք տեսնում ենք որ եթե հանկարծ այդպիսի բան լինի թող ամերիկյան զինվորները հրաժեշտ տան իրենց ընտանիքներին այսինքն մի կողմից տեսնում ենք ուրեմն Իրանը խնդրում է հետաձգել մյուս կողմից պատասխան որ ձեր զինվորները չեն վերադառնա որտեղ է ճշմարտությունը Դե համենայն դեպս պատերազմի ժամանակ բարձ է որ լավ բան չի սպասվում երկու կողմին էլ չի լինի ասել որ ամերիկյան զորքերը կամ ամերիկյան տարածաշրջանում գտնվող ռազմական բազաները ընդհանրապես վնաս չեն գրի, բարձ է որ կվնասվեն, բայց թե դրանք մարդկային ինչ չափի վնասի մասին կլինի ենթադրություններ անել մի քիչ դժվար է ասել, բայց նախկին փորձերից պարզ է, որ Իրանը միշտ հարվածել է դատարկ ռազմաբազաներին, մի դեպքում Իրաքում տեղեկացրել էր, որ հարված է լինելու եւ Իրաքի իշխանությունները տեղեկացրել էին Ամերիկայի ռազմաբազային եւ ռազմաբազան դատարկ էր Իրանը հարվածելու ժամանակ
Երկրորդ դեպքում էլ 12-օրյա պատերազմի ժամանակ, երբ հարվածեց ռազմաբազային Ամերիկայի, ոչ մի մարդկային զոհ չեղավ եւ հիմնականում կարելի ասել, որ համենայն դեպս Իրանից ուրիշ ձևի եւ ուրիշ որակի սպառնալիքներ չի լինի սպասել, բայց փորձը ցույց է տալիս, որ իրենք շատ մեծ հարված չեն կարողանում հասցնել հակառակորդին, նույնիսկ 12-օրյա պատերազմի ժամանակ, երբ իրենք ամենօրյա ռեժիմով թրթիրակոծում էին Իսրայելը տարբեր քաղաքներ, կրկին կարելի է ասել, որ անհամեմատ էր հասցված հարվածների եւ ճշգրտությունը եւ զոհերի քանակը անհամեմատ էր, որովհետեւ Իրանը առաջին իսկ ժամերին կորցրեց իր ռազմական բոլոր վերնախավը եւ գեներալներ, այնպիսի գեներալներ հարվածի տակ ընկան, որ դրանց փոխարինելու համար Իրանից երկար եւ մեծ ջանքեր պահանջվեց։ Ենթադրվում է, որ եթե նորից հարված լինի, նմանատիպ հարված է լինելու, սպասենք տեսնենք, որ Ամերիկայի վարչակազմը եւ Տրամպը ինչ են որոշում։ Շնորհակալ եմ, պարոն Մինասյան։ Խնդրեմ։ Զրուցում է Իրանի հարցերով զբաղվող լրագրող Ռուբիկ Մինասյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։ «2026-ին Եվրոպան 75%-ով ավելի մոտ է լինելու։ Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Մինչև հունվարի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2 նվեր եւ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։